Վարպետի տուն թանգարանի հուշային այգին այսուհետև Վենետիկից մի լուսավոր պատառիկ կպարգևի թանգարանի այցելուներին։ Ծաղկազարդ այգու մի անկյունում տեղադրվել է քանդակագործ Հարություն Եկմալյանի հեղինակած Ռիալտոյի կամրջի նմանությամբ կերտված փայտյա նստարանը ոգեշնչված Իսահակյանի մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին բանաստեղծությունից։ Վարպետի թոռը գրականագետ Ավիկ Իսահակյանը սահա իտալական մշակութային հոգևոր կապերի եւ բարեկամության եւս մեկ վկայություն է համարում։ Սա մի բացահայտում է, որ արդեն ոչ թե Վենետիկում, այլ Իսահակյանի հայրենի քաղաք Երևանում, նրա ապրաստան այգում բացվում է Ռիալտոյին նվիրված իր մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին բանաստեղծության, կարելի է ասել հանճարեղ բանաստեղծության խորհրդանիշ նստարանը, որը ունի գոնդոլայի հիշեցնում և Ռիալտոյի կամուրջի սիլուետն է հիշեցնում։ Այս նախաձեռնությունն ըստ էության այս տարվա ապրիլի 17-ին Վենետիկում Դորսոդուրո 2266 հասցեում վարպետի հուշատախտակի բացման արարողության շարունակությունն է։ Հուշատախտակը զարդարված է Ռիալտոյի կամուրջի էսքիզով և երերույթի տաճարից մի զարդանախշով։ Թանգարանում խիստ ոգեշնչվել են վարպետի վենետիկյան պոետիկայի խորհրդանիշը Երևան բերելու և վարպետի այգու մի մասը դարձնելու գաղափարով։ Նախագիծը խորհրդավոր դարձավ նաև նրանով, որ իրականացնողները Հայաստանում եղան քոլեջի, Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջի ուսանողները, եւ սա մի գեղեցիկ կամուրջ եղավ հայ եւ իտալական մշակույթի երկխոսության կամուրջ, որ իրագործվեց Երևանում Իսահակյանի տուն թանգարանում, Փարիզում բնակվող հայտնի քանդակագործ Հարութ Եկմալյանի նախագծով եւ գաղափարով ստեղծված ուրեմն այս քանդակի իրագործումն էլ իրականացավ նաեւ քոլեջի ուսանողների եւ վարպետների միջոցով։ Գաղափարի մտահղացումից մինչև այն Երևանում տեղադրելը նախագծի հեղինակ Փարիզաբնակ քանդակագործ Հարություն Եկմալյանն իրականացրել է 1 տարում։ Նախաձեռնությունը ծնվել էր նախորդ տարի Ֆրանսիայում տեղի ունեցած մրցույթի ընթացքում, երբ հեղինակը նախընտրել է մրցույթն օգտագործել վարպետին Եվրոպայում ավելի ճանաչելի դարձնելու նպատակով։ Լուծումները ծնվել են բուն ստեղծագործական պրոցեսի ընթացքում։ Ընկուզենու եւ հաճարենու փայտից ստեղծված նստարանը ձևավորված է աղջկա դիմապատկերով և նկարազարդված է բանաստեղծության հայերեն և իտալերեն տարբերակներով։ Իտալերեն տարբերակի թարգմանության հեղինակը Հայր Լևոն Զեքյանն է։ Հեղինակային մոտեցման շեշտադրումը վենետիկյան միջավայրի և վարպետի պոեզիայի մթնոլորտի համադրումն է։ Ինձ համար լուծումը շատ արագ կառուցվեց և ես պարզապես փորձեցի ծավալ 3D, այսպես ասենք, այդ պայմաններում նկարազարդել բանաստեղծությունը եւ աստիճանաբար պտտվելով նստարանի շուրջ, որովհետեւ գաղափարը նաեւ այն էր, որ մարդիկ կարողանան բազմել, հանգիստ տեղավորվել նստարանին, Ավետիք Իսահակյանի պոեզիան կարդալով եւ ծանոթանալով, եթե անծանոթ են, վերհիշելով, եթե ծանոթ են, միաժամանակ իրենց մի փոքր զգալով Վենետիկում Ռիալտոյի կամուրջի մոտ եւ այդ միջավայրից ոգեշնչվելով։ Իդեպ բանաստեղծության իտալերեն տարբերակն առաջինը ընթերցեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին։ Նոնե Ալեքսանյան, Արամ Հարությունյան, լուրեր։